Դաժանաբար ծեծում ու նվաստացնում են։ Զորականի դպրոցի բարձր դասարանցիները մի քանի հոգով հաշվեհարդար են տեսնում ու բռնության ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի տղային։ Տեսանյութն էլ նկարահանել են հենց ծեծկրտուքի մասնակից անչափահասները, որոնք սեռական հայհոյանքներ են հնչեցնում, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում քոլեջի ուսանողին։ Ըստ համացանցում շրջանառվող լուրերի բռնարարները այս պահին ազատության մեջ են։ Համացանցում լուրեր կան նաև, որ անչափահասին ծեծի ենթարկողներից մեկի հայրը արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն է։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին եւ իրավապահները տեսանյութում երևացող բոլորին հայտնաբերել են խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից էլ պարզաբանում են դեպքի առթիվ մոտ 1 ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 5 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն են ներկայացրել։ Այն բավարարվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է 20-օրյա կալանք, 1-ի նկատմամբ տնային կալանք։ Ժամկետը լրանալուց հետո քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է։ Կիրառված պատիժը կրելուց հետո բռնություն կիրառած անչափահասներն ազատ են արձակվել։ Վարույթը սակայն շարունակվում է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի եւ 191-րդ հոդվածի հատկանիշներով, այն է խուլիգանությունը եւ անձին առևանգելը։ Այս բարդությամբ 1 անձի նկատմամբ կա կիրառված խափանման միջոց, այն է վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։ Ավելի ուշ դեպքին անդրադարձավ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ընդգծելով բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է։ Անթույլատրելի դատապարտելի այս երևույթը ըստ օմբուդսմենի խորքային խնդիրներ ունի։ Իսկ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետն էլ նկատում է, անչափահասների կողմից կատարված արարքներին տրվել է գնահատական, ելնելով նրանց տարիքից։ Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության տարիքը 16 տարեկանից է, իսկ որոշ հանցագործությունների դեպքում 14։ Հաշվի առնելով, որ մենք գործ ունենք 14 եւ 15 տարեկան երեխաների հետ, իրանք ոչ բոլոր հանցագործությունների համար են ենթակապատասխանատվության եւ միգուցե դրանով է հենց պայմանավորված, որ վարույթը նախաձեռնվել է խուլիգանություն եւ առևանգում հոդվածներով։ Խստորեն դատապարտելով կատարվածը փորձագետն ասում է, նման դեպքերում կարող է նշանակվել ազատազրկում եւ հետագայում փոխարինվել պայմանական դատապարտմամբ։ Մասնագետի դիտարկմամբ գործում է նաեւ պրոբացիայի ծառայությունը, որտեղ իրականացվում են ազատությունից զրկելու հետ չկապված բոլոր պատիժները՝ տուգանք, հանրային աշխատանք։ Հաշվի առնելով նաեւ մեր պրակտիկան, շատ մեծ է հավանականությունը, որ դատարանը կիրառի պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով համապատասխան փոխաշրջան այդ անչափահասների նկատմամբ։ Քանի որ մեր մոտ ազատազրկումը, որպես ամենախիստ վարժատեսակ անչափահասների նկատմամբ շատ հազվադեպ է կիրառվում։ Այս անընդունելի ու անհանդուրժելի դեպքը եզակիներից չէ։ Անպատժելիության ֆոնին վերջին շրջանում դպրոցներում կրկին գլուխ են բարձրացրել բուլինգի եւ բռնության դեպքերը։ Վերջին օրերին 2 սկանդալային դեպք ու ծեծկրտուք էլ տեղի ունեցավ Նուբարաշենի համար 95 միջնակարգ դպրոցում։ Մասնագետները մտահոգ են, ընդգծում են այս երեխաները անպատիժ պետք է չմնան։ Հայտարարություններին ու բուռն քննարկումներին հետևեց նաև դատախազության հայտարարությունը։ Կբողոքարկեն անչափահասի նկատմամբ բռնություն կիրառածների խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։